Շատ լավ։ Իսկ այսօր գնայինք, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ, մայիսի 10-ից 16-ը։ Առաջինը գնայինք խոյերի համար։ Ինչ է սպասվում խոյերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանքային եւ ֆինանսական։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ ձկներ։ Ձկները ընդհանրապես նշանակում է ֆինանսներ։ Ինձ թվում է նաև բավականին զբաղված շաբաթ կլինի եւ շատ պտղաբեր։ Չեմ կարող ասել որ առումով, որովհետև կտեսնենք բոլոր 3 ասպարեզները, կհասկանանք որտեղ անձնական հարցերում են առաջ խաղացում լինում, չգիտեմ, աշխատանքում, թե ֆինանսներում, բայց ֆինանսների հետ կապված բավականին մտածմունքներ կունենան խոյերը։ Մտածմունք նկատի չունեմ վատ իմաստով, հավանաբար գումարները, ֆինանսները իրենց համար այս շաբաթ շատ հատուկ նշանակություն կունենան, միգուցե սպասում են գումարներ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ շատ ջերմ ընտանեկան հարաբերություններ, ընտանիքում ամեն ինչ նորմալ է, առողջության հետ կապված առաջխաղացում կա, եթե առողջության հարցեր կար ընտանիքում, դուք եք առողջության մասին մտահոգվում, թե ձեր ընտանիքի անդամների, ամեն դեպքում ընտանեկան, ավելի շուտ անձնական հարաբերություն ընտանիքի ներողություն շուրջ կլինի։ Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը։ Շատ լավ է։ Շատ լավ եմ տեսնում, տեսեք, ընտանիքում, ընտանիքի հետ կապված, առողջական խնդիրների հետ կապված, եթե մի քիչ եղել են ինչ-որ խնդիրներ, թեթև, այսպես ասած, բողոքներ, չգիտեմ, անհանգստություն, առողջական իմաստով, շատ լավ է լինում, տեսեք, շատ լավ։ Լավ լուր եք լսում, ամեն ինչ, ինչ-որ դանդաղ է շարժվում, առողջական խնդիր կար, որը, այսպես ասեմ, լավացում չէր գնում, չէր վատանում, ուղղակի դեպի լավացում էլ չէր գնում, լավ կլինի, ғառի 10-ից գնում ենք 10-ին, շատ լավ կլինի։ Իսկ եթե անձնական հարաբերություններ է, սրանք ընտանեկան ազգակցական հարաբերություններ են, սա ընկերական չէ, ընկերական հարաբերությունների մասին չէ այստեղ խոսքը, ծառը ընտանիքն է ավելի շուտ, ընտանիք ազգականներ, եթե ինչ-որ խնդիրներ են եղել, վեճեր, ինչ-որ իրար չեք հասկացել ընտանիքի անդամներով, հարաբերությունները կսկսեն շարժվել դեպի դրական կողմը, եւ եթե չեք շփվում որոշ ժամանակ, հա, ձեր հարաբերությունները կանգ են առել, նորից կսկսեք շփվել, այսինքն կլինի շատ դրական, իսկ ծառ առհասարակ նշանակում է աճ եւ առաջխաղացում, այսինքն այո, ցանկացած լինի առողջական խնդիրներ, մտահոգություններ, լուրջ խնդիրներ չտեսա, մտահոգություն եք ունեցել, առաջխաղացում կլինի, բարելավում կլինի, եթե հարաբերություններ եք ունեցել որևէ ընտանիքի կամ ազգակցական բարեկամների հետ, առաջխաղացում կլինի, ձեր հարաբերությունները կշտկվեն։ Աշխատանքում բավական տեսնում եմ դուք կայուն, ամուր կանգնած եք ձեր ոտքերին, ամեն ինչ նորմալ է, դուք ձեզ շատ հանգիստ, շատ հարմարավետ եք զգում ձեր աշխատանքի վայրում կամ այն գործունեության մեջ, որ դուք վարում եք։ Եթե դուք ձեր սեփական գործն ունեք, ամեն ինչ շատ նորմալ է, դուք ձեզ շատ հանգիստ եւ հարմարավետ եք զգում ձեր աշխատանքում։ Տեսնենք երկու լրացուցիչ կարտերներ ինչ կասեն։ Շատ լավ է, հոյակապ է, տեսեք, եթե ինչ-որ լուրի եք սպասում, ինչ-որ ինֆորմացիա, ինչ-որ հաղորդակցություն, ինչ-որ նամակով, չգիտեմ, նամակով, տեքստով, իմեյլով, ինչ-որ ինֆորմացիա եք սպասում, միգուցե մի քիչ ուշանում էր, կգա, անպայման կգա, շատ լավ նորություն կգա, սա էլ արևը։ Աշխատանքում, ասում եմ, դուք շատ հարմարավետ, շատ լավ եք զգում, ոչ մի խնդիր չունեք աշխատանքի վայրում, սա էլ ֆինանսներ է, դե եթե աշխատանքը լավ է, աշխատանքն է մեզ ֆինանսներ բերում, ձեր ֆինանսներում էլ ոչ մի խնդիր չկա, ցանկացած հարց լինի, բանալին ձեր ձեռքերում է։ Ամեն դեպքում լրացուցիչ։ Տեսնենք ինչ կասեն կարտերը ֆինանսների համար։
Կարող եմ ասել, որ ֆինանսներում ամեն ինչ այնքան հարթ չի եղել վերջերս, վերջին ժամանակահատվածում այնքան էլ հեշտ չի եղել։ Ինչ որ խնդիրներ եղել են, ամպերը կուտակված, այսինքն ինչ որ անհանգստություն եք ունեցել, գումարներ եք սպասում, գումարները չէին գալիս։ Գումարները չէին գալիս, որտեղից եք սպասում, ումից, ինչու չեմ կարող ասել, բայց չէին գալիս եւ կարող եմ ասել խոչընդոտներ արհեստական էին առաջացնում որոշ մարդիկ։ Հիմնարկություններում են, բանկում են, թե գործատերեր աշխատավարձն էին ուշացնում, չեմ կարող ասել, բայց տեսնում եմ խորամանկ մարդիկ, այսինքն այո, ինչ որ մարդկանց պատճառով է, թերությունների պատճառով է, սխալների պատճառով է, չգիտեմ, եթե ձեր ֆինանսները հիմնականում գալիս էին աշխատանքի վայրից, ապա ուշացումներ են եղել, բայց նորից եմ ասում, որովհետև բանալին ձեր ձեռքում է, հարցերը իրականում կամ կգտնվի բանալին եւ հարցը կլուծվի։ Եվ տեսնում եմ այստեղ էլի միություն, եթե ընտանիքում, չգիտեմ, դուք նաեւ ամուսիններով գումար եք վաստակում, էլի նորությունը լավ է, դրական է, շատ դրական փոփոխություն, այսինքն եթե խոչընդոտներ կային, այս շաբաթ այդ խոչընդոտները կվերանան, դրա համար էլ տեսնում եմ այստեղ հիշում եք սկսածի ֆինանսներն են հիմնականում ձեր մտքերը զբաղեցնելու այս շաբաթ, բայց բանալին լուծումը կգտնվի։ Ինչ խնդիր էլ որ կար ֆինանսների հետ կապված, լուծումը կգտնվի։ Բավականին լավ շաբաթ էր խորերի համար այս շաբաթ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ցուլերին հաջորդ շաբաթ մայիսի 10-ից 16-ը։ Ինչ է սպասում ցուլերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Տեսնում եմ գերանդին ընդհանուր տրամադրության մեջ։ Ինչ որ հարցում շտապում եք։ Միգուցե ինչ որ որոշ ցուլեր ունեն ինչ որ կոսմետիկ վիրահատություններ կամ պարզապես վիրահատություններ այս շաբաթ, այդպես ինչ որ, չգիտեմ, տրամադրության մեջ կարող են լինել, բայց եթե ոչ մի կապ չունեք, ոչ վիրահատությունների հետ, ոչ բժիշկների հիվանդությունների հետ, ոչ մի պլաստիկայի հետ ոչ մի կապ չունեք, այդ դեպքում ուղղակի ինչ որ շտապողականություն կլինի այս շաբաթ, ինչ որ հարց կլինի, որի շուրջ պետք կլինի շատ կտրուկ որոշումներ կայացնել, եւ հավանաբար դուք կկայացնեք։ Տեսնենք սա որ ասպարեզին է վերաբերում անձնական հարաբերություններին, թե աշխատանքին, թե ֆինանսներին։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ ժամադրություն, գեղեցիկ ժամանց, հաճելի ժամանակ եք անցկացնում։ Տեսեք, այստեղ կտրուկ որոշումը տղամարդու հետ եմ տեսնում։ Այստեղ տեսնում եմ կին։ Միգուցե այս կտրուկ որոշումը տղամարդը որոշել է, որ դե շփվում ենք վաղուց աղջկա հետ, երևի ժամանակն է լրջացնել մեր հարաբերությունները, եւ այսպես որոշում է աղջկան կամ ամուսնության կամ չգիտեմ, ժամադրության ինչ որ լուրջ առաջարկություն անել։ Բավականին կտրուկ այսպես որոշում է եւ երկուսն էլ կարող են շատ հաճելի ժամանակ անցկացնել եւ կարող եմ ասել, եթե այսպես է, ինձ նայում են տղամարդիկ եւ ուզում են առաջարկություն անել, ամենայն հավանականությամբ ձեզ չեն մերժի։ Ամեն դեպքում ճշտենք, բայց այս շաբաթ հիմնականում իրենց նեղանձնական հարցերով են զբաղված լինելու ցելերը։ Իսկ եթե աղջիկներ են դիտում, ապա աղջիկներին տղամարդը կարող է այսպես շատ իր համար անսպասելի, երևի շուտ են հարաբերությունները, դեռ վաղուց չեն շփվում, աղջկա համար անսպասելի, այսպես կտրուկ տղամարդը կարող է իրեն կամ լուրջ առաջարկություն անել, լրջացնել հարաբերությունները, կամ ժամադրության կանչել, մտածում եմ 1-2 անգամ ենք տեսնվել, դեռ շուտ է, ամեն դեպքում կամ աղջիկը կզարմանա, կամ տղամարդը կտրուկ հայրեր կանի։ Այո, կարող եմ ասել, տեսնում եք խոսակցություններ եւ երազանքներ։ Այո, այստեղ կարող եմ ասել, որ խոսակցություն կլինի, եթե երիտասարդը որոշել է վերջապես զրուցել, աղջիկ երիտասարդ որում եք դել, որ նայում եք, կլինեն այստեղ զույգի մեջ խոսակցություններ իրենց անձնական թեմաներով, վերջապես որոշել են լրջացնել իրենց հարաբերությունները եւ միասին ճանապարհ ընկնել այսպես ասեմ, իրենց կյանքը կապել իրար հետ, սա ճանապարհն է, երազանքներն են, այո, կարող եմ ասել, այստեղ կլինի երկուսի մեջ, չեմ կարող ասել դուք որ մեկն եք, ուզում եք առաջարկություն անեք, թե աղջկան առաջարկություն կան, ամեն դեպքում
որոշում եք խոսակցություններ, զրույցներ, որոշում եք ձեր կյանքը կապել իրար։ Շատ գեղեցիկ է։ Աշխատանքի վայրում կարող են լինել ինչ-որ խոչընդոտներ, խնդիրներ, գուցե լեզվակռիվ կամ անհամաձայնություններ գործընկերների հետ կամ հաճախորդների հետ։ Այո, կարող է պարզապես անհամաձայնություն լինի, ոչ թե վեճ։ Ինչ է կատարվում ցլերի աշխատանքի հետ կապված։ Ինչ տարաձայնություններ կան։ Առանձնապես լուրջ տարաձայնություններ ճիշտն ասած չեմ տեսնում, բարեբախտաբար, բայց տեսնում եմ փոփոխություններ կան աշխատանքի վայրում եւ տեսնում եմ այստեղ շատ կերպարներ, շատ մարդիկ եմ տեսնում։ Տեսնում եմ երեխա, սա նորություն է, փոփոխությունը կարող է լինել նոր աշխատանքի եք տեղավորվում միգուցե։ Նոր աշխատանքի եք տեղավորվում, այստեղ բավականին լավ անձնավորություն կա, որը ձեզ կարող է սովորեցնել, եթե պետք է training կարող է ձեզ այսպես նոր աշխատանքին ծանոթացնել եւ դուք ունենաք առաջխաղացում, բավականին հաջող կլինի այս աշխատանքը ձեզ համար։ Եթե ձեզ փոփոխություն որպես ուղղակի աշխատանք առաջարկում են, դեռ նոր են առաջարկում, այդ դեպքում կլինեն մարդիկ, որոնք ձեզ շատ լավ կհմտեցնեն, կսովորեցնեն աշխատանքը եւ դուք ունենաք առաջխաղացում։ Չէ, տարաձայնությունը երևի ավելի շուտ կարող եմ ասել, որ աշխատանքի հետ կապված նախկինում խնդիրներ եք ունեցել, բայց այս շաբաթ իրականում այս շաբաթ փոփոխություն կլինի։ Ինչ խնդիրներ որ եղել են, փոփոխությունը կլինի շատ դրական։ Վերջում տեսնում եմ, այո, բարգավաճում։ Այսինքն ել եմ ասում, եթե աշխատանքի վայրում կային խնդիրներ, կփոխվի ամեն ինչ, եւ այսպես շատ էլի ասում, շատ մարդիկ կան։ Ինչ որ մի նորություն կլինի, ինչ որ մի նոր բան կփոխվի, միգուցե նոր աշխատողներ կգային եւ եթե ինչ որ մարդիկ կային հետները կոնֆլիկտի մեջ էիք, կփոխվի միջավայրը, կլինեն նոր մարդիկ, որոնց հետ շատ բարեդրացիական հարաբերությունների մեջ կլինեք։ Իսկ եթե նոր պարզապես նոր աշխատանքի եք տեղափոխվել եւ աշխատանք չունեք, դա էր խնդիրը, էլի փոփոխությունը շատ դրական կլինի, շատ հաճելի մարդիկ կլինեն եւ ձեր գործերը իրականում գնում են դեպի հաջողություն։ Ֆինանսներում տեսնում եմ առնետներ։ Առնետները առասարակ նկատում են կամ նշանակում են կամ կորուստ, կամ դուք թողնում եք ինչ-որ բան ձեզնից հեռանա։ Ֆինանսներում ոչ մեկ չի թողնի իր ֆինանսները հեռանան, ֆինանսներում կարող է պարզապես լինել կորուստ։ Ոչ, ես ոչ մի կորուստը չեմ տեսնում, ճիշտն ասած, ոչ մի կորուստ չեմ տեսնում ֆինանսներում, հակառակը շատ մեծ հաջողություն եմ տեսնում։ Ֆինանսների հետ կապված ինչ որ նպատակներ ունեցել եք աստղերով, կիրականանան եւ շատ հաջող կլինեն։ Կարող եմ ասել, այս կորուստները կորուստ չեն, սրանք երևի ձեր վախերն են, դուք անհանգիստ եք եղել, ինչ որ խնդիրներ եք ունեցել ֆինանսներում, թե նախկինում կորուստներ եք ունեցել, թե պարզապես վախեցել եք, որ ֆինանսական խնդիրներ կունենաք, բայց համել ասում եմ, չէ, ինչ որ աշխատանքի հետ խնդիրներ կային, նոր աշխատանքի եք երևի տեղավորվում։ Դրանից կարող է լինել գումարները պակասել էին, անհանգիստ եք, ինչ որ տևական շրջան կարող եմ ասել, որ անհանգիստ եք եղել եւ ինչ որ, չգիտեմ, մարդիկ են ուշացրել են, եթե աշխատանքի վայրում է եղել աշխատավարձն են ուշացրել, բայց տեսեք, 9 + 9 դառնում է սրտի 9։ Շատ լավ եմ տեսնում, ոչ, եթե ինչ որ խնդիրներ էլ եղել են, այդ խնդիրները լրիվ հակառակ ուղղությամբ են գնում, շտկվում են եւ նորությունները լավ են ֆինանսի հետ կապված, այստեղ էլ տեսնում եմ դուք շատ այսպես ճանապարհները բաց են, 6-6 նորից եմ ասում։ Շատ լավ ճանապարհ է, չէ, ձեր ֆինանսները շատ լավ են, ճանապարհ են ընկնում, եթե կարելի է բառացի ասել, այսինքն ֆինանսները կամաց կգան։ Եվ կգան այնքան, որ դուք շատ գոհ կլինեք, ֆինանսապես կլինեք հաջողակ։ Սկսած հաջորդ շաբաթից։ Դե հասկանում եք, եթե նոր եք աշխատանքի տեղավորվել կամ նոր փոփոխություններ են աշխատանքի վայրում, հաջորդ շաբաթ երևի մեծ գումարներ չեք ստանա, պարզապես գումարներ արդեն մի շաբաթ գոնե կպարզեք ձեզ համար, որ ֆինանսապես կլինեք ապահովված եւ գումարները կգան։ Այժմ տեսնենք ինչ է սպասում երկորյակներին հաջորդ շաբաթ։ Ինչ է սպասում երկորյակներին հաջորդ շաբաթ մայիսի 10-ից 16-ը։
Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը նորից տեսնում եմ գերանդին։ Էլի, ինչ-որ շատ կտրուկ, շատ արագ որոշում, միգուցե երկօրյակներն էլ ինչ-որ, նորից կարող է լինել սա կտրող գործիք է, այսինքն ինչ-որ վիրահատություն, պլաստիկ վիրահատություն կարող եք ունենալ հաջորդ շաբաթ, կամ մտածել այդ մասին կարող եք սկսել մտածել, ուզում եք ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ անել ձեր արտաքինի հետ, կամ կարող եք պարզապես էլի, կարող են մարդիկ ինչ-որ կտրուկ որոշում, նկարում տղամարդ է, պարտադիր չի սա տղամարդ լինի, կարող է աղջիկը տղամարդու նկատմամբ կտրուկ որոշում կայացնել, կարող է նաև տղան կտրուկ որոշումներ կայացնել, ինչ-որ շարժ կլինի ամեն դեպքում։ Տեսնում եմ նորություն է գալիս տուն, այսինքն եթե ձեր անձնական հարաբերություններում ինչ-որ մեկից վաղուց լուր չունեիք, կլսեք և շատ լավ լուր կլսեք, կուրախանաք, եթե դրսում ունեք բարեկամներ, ծանոթներ, որոնց հետ էլի վաղուց չէիք հանդիպել, կարող են գալ, կարող են ձեզ հյուր գալ, կարող եք դուք իրենց գնալ այցելել, բավականին աշխույժ կլինեն անձնական հարաբերությունները երկօրյակների համար հաջորդ շաբաթ, տեսնենք, էլ ինչ կասեն կարգերը։ Շատ հետաքրքիր տարօրինակ կարտեր եմ տեսնում, ճիշտն ասած։ Ինչպես ասեցի, աշխուժություն կլինի, կարող են հյուրեր գալ, գնալ, ինչ-որ լուր կլսեք, վաղուց չեք լսել, կարող եմ ասել, միգուցե դուք ինչ-որ լուրի սպասում եք, ես այստեղ տեսնում եմ ինչ-որ ընտանիքի, այո, ազգական բարեկամների հետ կապված, սա ավելի բարեկամական, քան ընկերական հարաբերություններ եմ տեսնում այստեղ, ծառը, որտեղ ավելի ընտանիքն է խորհրդանշում, ինչ-որ երևի վաղուց լուր չունեիք, լուրի եք սպասում, կգա և լավ լուր կգա, և ինչ-որ այսպես տևական ժամանակ ինչ-որ անհանգստություններ եք ունեցել, կարող եմ ասել, շատ բարդ իրավիճակ, միգուցե ինչ-որ բարեկամ, ծառը նաև իմիջիալոց նշանակում է առողջություն, նաև կարող է որևէ ազգականի հետ կապված ինչ-որ տևական ժամանակ մարդ իրեն լավ չի զգացել և շատ մեծ լուրջ վախեր եք ունեցել, անհանգստացել եք, որովհետև կայուն, այսինքն դեպի լավացում չի գնացել, ինչ-որ տևական ժամանակահատված, բայց շատ լավ կլինի, լրիվ տրանսֆորմացիա կլինի, միշտ ասել եմ, այս կարտը նշանակում է 360 աստիճան, որովհետև անհանգստություններ էիք ունեցել, կփոխվի և սա էլ ճանապարհը բաց, շատ լավ կլինի, եթե ունեցել եք այդպիսի բարեկամ, ինչ-որ լուրի եք սպասում առողջական հարցերի հետ կապված, շատ լավ կլինի, շատ դրական։ Իսկ այս կարտով հիշում եք, ասեցի վիրահատություն, եթե մտածում եք ինչ-որ մեկն էր վիրահատվում ձեր բարեկամներից, դրա համար էիք անհանգիստ, չէ, ամեն ինչ շատ բարեհաջող կանցնի։ Աշխատանքի վայրում տեսնում եմ ամպեր, ինչու են ամպեր կուտակված երկօրյակների աշխատավայրում։ Տեսնենք, ինչու են ամպեր կուտակված երկօրյակների աշխատավայրում։ Կարող եմ ասել ամպեր կուտակված եղել են, նախկինում են եղել, հիմա ամեն ինչ կշտկվի, դուք բավականին համբերատար և իմաստուն եք գտնվել, որովհետև ինչ-որ, չգիտեմ, աշտարակ եք հանդվել, այսինքն ինչ-որ նպատակ, ինչ-որ ծրագիր կապված ձեր գործունեության կամ ձեր աշխատանքի հետ, չգիտեմ, ինչի հետ կարող են, դուք եք աշխատում կամ ուրիշի համար եք աշխատում, ձեր գործն է, ամեն դեպքում, ինչ-որ ծրագրեր ունեցել եք, չեն իրականացել, մի տեսակ չեն հաջողվել, կիսատ են մնացել կամ ընդհակառակը, այսպես ուղղակի չեղյալ են հայտարարվել, դուք բավականին համբերատար սպասել եք, չի եղել, բայց իրականում բանալին գտնվել է, և այսօրվա դրությամբ կարող եմ ասել հարցերը լուծել եք ձեզ համար, նոր ինֆորմացիա ունեք և ձեր աշխատավայրը ձեզ համար դարձել է իրականում շատ հարմարավետ, դուք ձեզ տանն եք զգում, իսկ շատերը կարող է պարզապես տնից են աշխատում, ամեն դեպքում ինչ խնդիրներ էլ որ եղել են անցյալում, բանալին ձեր ձեռքում է, դուք լուծումը կգտնեք, մի քիչ երևի ավելի ուսումնասիրեք շուկան, ավելի ուսումնասիրեք այս խնդիրները, հա, ինչու ծրագիրը չեք կարողացել իրականացնել,
բայց շատ տեսնում եք վառվռուն գեղեցիկ կարտեր են։ Չէ, ինչ խնդիրներ էլ որ եղել են, հաջորդ շաբաթ կպարզաբանվի եւ ամեն ինչ կպարզվի, կթեթևանա, շատ ավելի դրական կողմ հաջողություն կգնա։ Տեսնում եմ հաջորդը աղվես, աղվեսը ֆինանսների հետ կապված։ Զգուշ եղեք ինչ որ խորամանկ մարդկանցից, ֆինանսների հետ կապված։ Չէ կատարվում ֆինանսների հետ։ Այո, կարող եմ ասել, որ արժի ֆինանսների հետ զգուշ լինել, տեսնում եք, այստեղ տեսնում եմ կին, տեսնում եմ տուն, տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ կին, ֆինանսների հետ կապված, եթե տան արքու վաճառքի հետ ինչ-որ գործ ունեք և գործակալի հետ եք աշխատում, զգուշ եղեք, սա այս կինը բավականին խորամանկ է և ինքը ամեն ինչ անելու է, որ իր, չգիտեմ, իր ուզածով լինի, բայց իրականում ես կորուստ չեմ տեսնում, հակառակը տեսնում եմ և գումար ձեզ գալիս է և արև շատ լավ կլինի, ձեզ համար ամեն դեպքում շատ լավ է լինելու, պարզապես տեսեք այստեղ աղվես, այստեղ տեսնում եմ օձ, երկուսն էլ խաչ են, սա խաչի 9 է և սա խաչի 10, այսինքն ինչ-որ գործունեություն է, ինչ-որ կին ինչ-որ բան է առաջարկում ձեզ, չեմ կարող ասել, ինչ-որ գործակալ է, ինչ աշխատող է, աշխատանքի վայրից է, աշխատանքի վայրից չի, այս կինը ձեզ ինչ-որ բան է առաջարկում, բայց որտև տուն եմ տեսնում, այստեղ ենթադրում եմ, որ կամ տան, կամ ձեր ունեցվածքի հետ, ինչ-որ հարց կա, չեմ կարող ասել, նույնիսկ կարող է հարկ էր լինել, գույքահարկ լինել, ցանկացած հարց ֆինանսները, որ ձեր տունը կապում է, չգիտեմ, ձեր տան հետ կապված, ձեր ֆինանսների հետ կապված, ինչ-որ կին կա, որը շատ խորամանկում է, այո, և աղվեսով և օձով կարող եմ ասել, մի քիչ զգույշ եղեք ում հետ գործ ունեք, բայց իրականում ձեզ ոչինչ չի սպառնում, դուք ավելի շատ կճանաչեք այս կնոջը կիմանաք, կուսումնասիրեք, մինչև որևէ գործարք կնքել է, ինչ-որ համաձայնության գալը այս կնոջ հետ, արև գումարներ էլ գալիս են, դուք չեք, ոչ մի գումար չեք կորցնի, ֆինանսական ոչ մի խնդիր չեք ունենա, ինչ-որ մեկն էլ որ խորամանկում էր, ոչ մի հաջողության չի հասնի։ Այժմ նայեք ինչ է սպասում խեցգետիններին հաջորդ շաբաթ, մայիսի 10-ից 16։ Ինչ է սպասում խեցգետիններին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանքային և ֆինանսական։ Տեսնում եմ այստեղ նամակ, ընդհանուր տրամադրությունը, շատ կշփվեն մարդկանց հետ, տարբեր մարդկանց հետ, շատ հաղորդակցություն կլինի, կոմունիկացիա, այսինքն շատ կլինի, դրսի հետ, դրսից նամակներ կան, դուք ուղարկեք դուրս ասելով, եթե արտերկրում ունեք ծանոթներ, բարեկամներ կամ աշխատում եք օնլայն, գործ եք անում, ֆրիլանս եք անում, չեմ կարող ասել ինչ եք անում, բայց հաղորդակցությունը շատ կլինի հաջորդ շաբաթ, անդադ ինչ-որ մարդկանց հետ ձրում եք, բանակցում եք միգուցե, համաձայնության եք գալիս։ Անձնական հարաբերություններում ամեն ինչ կայուն է, ոչինչ չի շարժվում, ոչ մի փոփոխություն չի լինում, ոչ դեպի լավ կողմը, ոչ դեպի վատ։ Հետաքրքիր է, ես տեսնում եի հակառակը շփում։ Դե միգուցե մինչև այդ արդեն շփում չի եղել, դրա համար էլ հաջորդ շաբաթ սկսում եք ավելի շատ շփվել։ Այդպես էլ կարող է լինել, որովհետև տեսնում եմ այստեղ կայուն շատ ձանձրալի մի տեսակ կանգնած իրավիճակ, դրա համար երևի հաջորդ շաբաթ տրամադրված եք շատ զրուցելու և վերականգնելու ձեր անձնական հարաբերությունները մարդկանց հետ, ինչ-որ տևական դադարից հետո։ Այո, չէ, շատ լավ է։ Տեսեք, այստեղ երեխա էլ եմ տեսնում, երեխան էլ վերցնեմ։ Տեսեք, բավականին գեղեցիկ կարտեր եմ տեսնում, այստեղ տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ շունը, տեսնում եմ արև, երեխան էլ լրացուցիչ, դա էլ որպես բոնուս։ Եթե դուք ամուսնացած եք, ունեք ամուսին, ունեք երեխաներ, եւ չգիտեմ, միգուցե գործերով եք զբաղված եք բավականին ժամանակ եւ անձնականում այսպես ամեն ինչ կանգնած էր, ոչ մի արտարոց բան տեղի չէր ունենում։ Հիմա կարող եք այսպես տեսնում եք,
Միգուցե պլաններ է գծում ամառային արձակուրդների համար, միգուցե ընտանիքով ինչ-որ ժամանակ եք անցկացնում իրար հետ, շատ գեղեցիկ ժամանակ եմ տեսնում, կա տղամարդ, կան մտերիմ ընկերներ, շատ հաճելի ժամանակ եք անցկացնում, արևից լավ ինչ կարող է լինել, ջերմ հարաբերություններ և երեխաներ, չէ, ես տեսնում եմ, որ ձեր ընկերական, ընտանեկան, սիրային հարաբերություններում ամենտեղ ամեն ինչ շատ կարգին է, շատ լավ։ Այդ կայուն կանգնած վիճակը կփոխվի դեպի շատ դրական ջերմ հարաբերություններ։ Ասում եմ, չէ, երևի դրա համար էլ դուք սկսում եք մի շաբաթ շփվել մարդկանց հետ եւ ավելի աշխուժացնում, հետաքրքրություն եք մտցնում ձեր անձնական հարաբերություններին։ Աշխատանքում տեսնում եմ խաչ։ Խաչը շատ բարդ իրավիճակ է։ Բարդ, բավականին բարդ, չեմ կարող միայն խաչով ասել, բայց տեսնենք, ինչ որ բարդ իրավիճակ է աշխատավայրում։ Տեսնենք, ինչ է կատարվել խեցգետնիների աշխատավայրում։ Այս կարտն էլ վերցնեմ, որտեղ սա կօգնի մի քիչ։ Ես կարող եմ ասել, որ աշխատավայրում ինչ-որ խնդիրներ եղել են, ինչ-որ լուրջ, շատ բարդ իրավիճակ է եղել ինչ-որ ժամանակ, եղել է երևի ինչ-որ կնոջ հետ, որը կամ լավ չի աշխատում, կամ ծույլ է, խորամանկում է, բամբասում է, մի տեսակ խառնակիչ, էլի, այդպիսի մեկն եմ տեսնում աղվեսին, որ այսպես ասեմ, ես ունեցել եմ այդպիսի գործընկերներ եւ կիներ, իր գործը թողնում էր ուրիշների վրա, ինքը գնար մենակ ստեղ-ընդեղ զրուցեր, ինչ որ մեկը պետք է իր գործը աներ եւ իր վերադասերի համար բավականին դժվար էր, ոչ կարողանում էին հանել աշխատանքից, ոչ էլ կարողանում էին ստիպել, որ կարողանա գործ անել։ Մի խոսքով, եթե եղել է ինչ-որ մեկը այսպես գործընկեր, աշխատողներից մեկը, թե դուք ղեկավար եք, թե ղեկավար չեք, պարզապես գործընկեր եք, իր պատճառով ինչ-որ խնդիրներ եղել են, բարդ որոշումներ, այդ ամեն ինչը այս շաբաթվա մեջ համենայնիվս կպարզվի եւ կշտկվի։ Տեսեք, այստեղ ցանկություններն են ձեր աշխատանքի վայրում երազանքներ երևի թե չեն լինի, ճանապարհը բաց է, դուք գտել եք ելք, այսպես ասեմ, ճանապարհը գտել եք այս խնդիրներն ինչպես լուծել, կլինի առաջխաղացում։ Ինչ ճանապարհ որ ընտրել եք այս հարցը լուծելու, ճիշտ ճանապարհ եք ընտրել, առաջխաղացում կլինի։ Կարող եմ ասել, որ բավականին համբերատար եք եղել, իմաստուն եք գտնվել, որոշում եք կայացրել եւ կլինի full տրանսֆորմացիա, այսինքն ամեն ինչ կշտկվի, կփոխվի դեպի դրական կողմը։ Շատ դրական էր ամեն ինչ փոխվում, տեսնենք ֆինանսներում էլ ինչ կլինի, ես կարծում եմ հենց սկզբից էլ գլխի ընկա, որ երևի աշխատանքի այս խնդիրները այնքան են ձեզ զբաղեցրել, որ ձեր ընտանեկան կյանքը մի տեսակ կանգնել էր, իսկ հիմա որովհետև աշխատանքում գտնում եք ելքը, կարողանում եք վիճակը շտկել, ձեր անձնականն էլ միանգամից բացվում է։ Ֆինանսներով տեսնում եմ այգի եւ տեսնում եմ ղարի 8-ը։ Ինչ որ խոսակցություններ, ինչ որ ակնկալիքներ ունեք, բայց խոսակցություններից այն կողմ առայժմ չի անցնում։ Տեսնենք ինչ է կատարվում խեցգետինների ֆինանսներում։ Շատ լավ է։ Խեցգետինների ֆինանսներում է շատ լավ։ Այստեղ ինչ որ չգիտեմ, ֆինանսների հետ կապված, եթե ինչ որ գումարներ էին, ձգձգվում էին, խոստանում էին, չէին անում, չէր ստացվում, էլ եմ ասում, պարզապես խոսակցությունները եւ կարող եմ ասել, որ ինչ որ խոստումներ, որտեղ տեսեք, ձեզ այգի են խոստանում, բայց խոսքից այն կողմ չէր անցնում ինչ որ ժամանակ, հաջորդ շաբաթվանից սկսած ամեն ինչ կշտկվի։ Սա գումարներն են, շատ այսպես զրուցում եք տարբեր մարդկանց հետ կամ օգնում են ձեզ, տեսնում եք, շատ գեղեցիկ վայր է տանում եւ առաջխաղացում կա։ Դուք ամենայն դեպս ֆինանսներով էլ շատ ուրախ ու գոհ կմնաք։ Գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Բավականին լավ շաբաթ էր հաջորդ շաբաթ խեցգետինների համար։ Կարծում եմ, չգիտեմ, մի քանի օր առաջ կամ որոշ ժամանակ առաջ մի քիչ կանգնած են եղել գործերը, բայց հաջորդ շաբաթվանից բավականին լավ ժամանակահատված է սկսում իրենց համար։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում առյուծներին հաջորդ շաբաթ, մայիսի 10-ից 16-ը։ Ինչ է սպասում առյուծներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը
Անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Արև։ Իրականում առյուծները ծնվել են արևի նշանի տակ, որովհետև իրենց արևն է հովանավորում, ես այդպես գիտեմ։ Դրա համար իրենք շատ այսպես տաքարյուն են, շատ տաքարյուն են։ Հեշտ բռնկվող, խանդոտ, բայց համեր շատ սիրող, շատ տաքարյուն են, այդպես կարող եմ ասել, եւ կարող եմ ասել հաջորդ շաբաթ շատ գեղեցիկ շաբաթ է սպասվում, տուզ եմ տեսնում, արև եմ տեսնում, շատ գեղեցիկ շաբաթ է սպասվում։ Անձնական հարաբերություններում եմ տեսնում եմ 10 այն մաքսիմումն է։ Իմ հետ ինչ հարաբերություններում որ գտնվում եք, մաքսիմալ, չգիտեմ, հաճույք եք ստանում ձեր բոլոր շփումներից։ Չեմ ուզում ոչ մի լրացուցիչ կարդ անել, որտեղ կարդը ինքը շատ լավն է։ Ընկերական հարաբերություններում ամեն ինչ շատ նորմալ, էլ եմ ասում 10-ը լավագույնն է։ Դե չգիտեմ, ինչ եք գտել ձեր մեջ, ինչ եք հայտնաբերել, ինչ ջերմություն, ինչ արև է, ինչ եք արել, որ այսպես լավ տրամադրության մեջ եք, բայց շողշողում եք, կարող եմ ասել, բոլոր հարաբերություններում եւ սիրային հարաբերություններում, այսպես մաքսիմալ կարող եք վայելել ձեր բոլոր հարաբերությունները հաջորդ շաբաթ հարգելի առյուծներ։ Ընտանեկան, ընկերական, չգիտեմ, սիրային բոլոր հարցերում մաքսիմալ առավելագույն հաճույք կստանաք։ Աշխատանքում եմ տեսնում եմ առաջ խաղացում։ Աճ, նաև գործերը առաջ են ընկնում, այսպես կարող եմ ասել։ Տեսնենք ուրիշ ինչ կասեն կարտերը առյուծների աշխատանքի հետ կապված։ Ես կզարմանայի, որ այսպես չլիներ։ Ինչ որ խնդիրներ են ունեցել, դե աճ, եթե ինչ որ բան աճ ունի, չէ, ուրեմն ինչ որ խնդիր եղել է, որ հիմա ավելի բարելավում է գնում։ Տեսնում եմ այստեղ խնդիրներ, բավականին վախեր, անհանգստություններ, ինչ որ խնդիր է եղել, խոչընդոտ այսպես ասեմ։ Աշխատանքի հետ կապված ինչ որ խնդիր է եղել, դժվարություն է եղել ձեզ համար, չեք կարողանում, չգիտեմ, այդ հարցը լուծում, չեք տեսնում, չեք կարողանում լուծել, բավականին բարդություն է ստեղծում ձեզ համար։ Կփոխվի լրիվ դրական ուղղությամբ, ես արդեն ասացի, որ բարգավաճում եւ հաջողություն է ստացվում, այսինքն աճ, բարելավում է սպասում, կտրուկ փոփոխությունը կլինի եւ եթե դուք կին եք, դուք ինքներդ կփոխեք վիճակը, կգտնեք տարբերակը կամ ձևերը ինչպես փոխել եւ սա էլ հաջողության կարգն է։ Հաջողության, այսինքն ամեն ինչ որ աշխատանքի հետ կար, որ ձեզ հուզում էր, մեծ լուրջ խնդիրներ չէին, ավելի շատ դուք եք երևի անհանգստանում եւ հուզում, քան թե խնդիրները։ Այսինքն ձեր վախը, անհանգստությունը ավելի մեծ էր, քան խնդիրը։ Շատ հաջող կվերջանա, շատ հաջող։ Ֆինանսներում տեսնում եմ խաչ։ Ֆինանսներում տեսնում եմ խաչ, տեսնենք ինչի հետ է կապված խաչը, ճակատագրական, բարդ ինչ-որ, այսպես բարդ իրավիճակ ֆինանսների հետ կապված։ Միգուցե ինչ-որ բարդ որոշում եք կայացնում։ Բարդ չի նշանակում վատ, այս շաբաթ ձեզ համար արև էր, այսինքն ընդհանուր տրամադրություն այնքան լավն էր, որ եւ անձնական հարաբերությունների աշխատանքում ամեն ինչ շատ լավ էր, ումս ֆինանսներում պետք է լավ լինի։ Տեսնենք։ Այո, շատ լավ եմ տեսնում, շատ։ Ասում եմ, չէ, եթե արև է բացվել ընդհանուր տրամադրությունը, ումս բոլոր ասպարեզներում ամեն ինչ պետք է լիներ հոգավ, դու կարտերը նայեք։ Եթե ես ոչինչ չասեմ, տեսեք, կարմիր, գեղեցիկ, հիասքանչ կարտեր են։ Հարգելի առյուծներ, ձեզ փառահեղ շաբաթ է սպասում իր շաբաթ, ինչ պլաններ ունեք, սիրում եք խոստովանել, տղաներ աղջիկներին ուզում եք սեր խոստովանել ժամադրել անպայման, հաջորդ շաբաթ շատ լավ ժամանակահատված է եւ աղջիկների եւ տղաների եւ կանանց եւ տղամարդկանց համար։ Լավ լուր է գալիս, ես չգիտեմ, ինչ որ շատ բարդ իրավիճակ է եղել, միգուցե բարդ այդտեղ խաչը 6-ը առհասարակ ճանապարհն է, այսինքն ինչ որ լուրջ հարց պետք է լուծեիք, ինչ որ շատ այսպես ճանապարհի կեսին կարծես անեմ չանեմ, համաձայնվեմ չհամաձայնվեմ, վճարեմ չվճարեմ, ներդրում անեմ չանեմ, այդպես շատ բարդ, լուրջ, երևի մեծ գումարների մասին է եղել խոսքը։ Ամեն դեպքում
ինչ որ լուր կգա, շատ լավ լուր կգա, խոսակցություններ կլինեն, բանալին այս խոսակցություններից հետո կհասկանաք բանալին ձեր ձեռքում է եւ խաչի 6-ից այս բարդ որոշումից գնում եք դեպի ձեր երազանքները։ Ճանապարհը բաց է, որոշումը կայացրեք, ռիսկը տեսնում եմ այս դեպքում մինիմալ է, դուք շատ լավ եք եւ տեսնում եք այս հզոր կարտը հաջորդ տեսնում եմ ստվերում, չէ, դուք շատ հաջողակ կլինեք, շատ լավ, հաջող շաբաթ է սպասվում բոլոր ասպարեզներում ձեզ համար հարգելի առույցներ, ինչն էլ ես ձեզ սրտանց ցանկանում եմ։